ֆիքսեց, որ 3 միլիոն մարդու գրպան չենք մտել, այսինքն չի ապացուցվել։ Երրորդը ֆիքսվեց, որ BA համակարգը խափանվել է եւ ոչ մեկ չի կարող ասել դա չի վերականգնվելու։ Ընդ որում խոսվում էր մոտարապես 70 միլիարդ այսպես փոշիացնելու մասին, չէ՞, այդ համակարգի վրա այդքան գումար է դրվել եւ եթե այդ համակարգը չի աշխատում, նշանակում է փոշիացվել է եւ այլն։ Հիմա արդյոք այդ մարդիկ պատրաստ են ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից, տղամարդավարի, չէ՞, որ տղամարդը սխալվում է, ենթադրվում է պետքա ներողություն խնդրել կարողանա։ Իմ խնդրանքը ձեզ լրագրողներ, խնդրում եմ ուղղակի հարցնեք, տղամարդավարի պատրաստ եք ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։ Ձեր մեղմ ասեմ, եթե խնդրի, շատ նորմալ է։ Չէ, ընդհանրապես ժողովուրդը կհասկանա, որ իրենք խաբել են կամ այսպես մեղմ ասած չեն իմացել, իսկ պետական լուրջ պաշտոնյայի համար չիմանալը եւ հայտարարելը եւս խնդիր է։ Իսկ իմանալ եւ հայտարարելը Վայրջան, ամեն դեպքում ես կարծում եմ, որ տղամարդու համար սխալվելու դեպքում ներողություն խնդրելը ճիշտ է։ Իսկ իրենց ներողություն խնդրելով մեր ժողովուրդը կհասկանա ինչ է կատարվում։ Քանի որ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Ընդհանուր առմամբ ես գնահատում եմ հեծի հետ կապված իրավիճակը փոքրիկ խմբակի կողմից պարտված, կոնկրետ այս դեպքում իրենք պարտվել են ու պարտվել են 100%-ով, որովհետև մենք բացի օրինակները բերելուց, բացի այսքան ժամանակ հիմնավորելուց, ապացուցելուց, բոլոր իրենց այսպես բերված թեմաները շակերտների մեջ ջախջախելուց, կոտրելուց, նաև դատարանը ֆիքսեց այս ամեն ինչը եւ կարծում եմ բացի շահագրգռված մարդկանցից Հայաստանի Հանրապետությունում չկա այլևս մեկը, որը կասկածի սրա քաղաքական լինելու մեջ։ Հիմա պատրաստ ենք պատասխանել ձեր հարցերին։